Միջև կնստես, խնդրում եմ Աստծուց ինչ որ մի հատ խոսք փոխանցի կողքինիդ, բայց փոխանցի, մի հպարտացի ասա, դե ես ինչ պիտի ասեմ, ինձ լրի գիտեն, փոխանցի, մի բան փոխանցի, որտեվ այդ խոսքը ունի զորություն փոխելու մարդուն։ Ամեն։ Շնորհակալություն մեր փառաբանության թիմին, Տերը օրհնի ձեզ շատ։ Ամեն։ Գիտես, այս խոսքը փոխանցելը նույնպես գալիս է, որ մարդիկ սկսում են իրար հետ շփվել, իրար հետ ծանոթանալ, որտեվ եկեղեցին դա մեծ ընտանիք է։ Ես այս վերջերս հասկացա ոչ միայն որ ընտանիք է, նաև ազգություն է։ Մենք Քրիստոսի ազգության մեջ ենք։ Ես ինքս իմ ազգանունը Համբարձումյան է, մենք ունենք մեծ բան, sense ազգություն ունենք, բայց կան նաև ընտանիքներ։ Այո, ընտանիքներ, երբ որ նայում ես, դա արդեն գնում է մի քիչ ավելի ներսի վիճակի մեջ։ Ես ունեմ իմ ընտանիքը իմ ներսում։ Մենք մի ազգությունից ենք, բայց ես ունեմ իմ ընտանիքը իմ ներսում։ Դա իմ սրտի իրավիճակներն է, իմ կյանքի իրավիճակներն է։ Շատ կարևոր է, որ մարդը հասկանա, որ իր կողքին նստած մարդը իր ազգականն է, որովհետև օրերից մի օր երկնքում իրար հետ ենք լինելու։ Պատկերացնում ես, որ դուք իրար հետ եք լինելու։ Հիմա այստեղ պետք է իրար հետ նորմալ շփվենք, որ երկնքում չասեն դեմքը ծանոթ է, բայց քեզ չեմ հիշում։ Դրա համար պիտի կարողանաս շփվես մարդկանց հետ։ Սա շատ կարևոր է, որտեվ սատանան ամեն ինչ անում է, որ ռոբոտացված վիճակ մտնի։ Գիտես, ժամանակ է գալու, որ շատ քիչ են մարդիկ իրար հետ շփվելու, որովհետև ամեն ինչ մտնում է ռոբոտացման ժամանակ։ Այն ժամանակ, որ գնում էր, ասում էր մի հատ ինչ որ ուտելիք եմ ուզում, կամ շաուրմա կամ քեբաբ, այսօր մարդն է փաթաթում տալի քեզ, տեսնում ես այդ մարդուն, շնորհակալություն ես հայտնում։ Կարճ ժամանակ հետո ռոբոտն է փաթաթելու։ Ուզենալու ես որ մարդը փաթաթի, որ ասես մի քիչ էլ սրանից ավել լցրու, չկա, փաթաթելու ատա քեզ ասի դե գնա վայելի։ Շատ կարևոր է մարդուն գնահատել եւ նաեւ գնահատել այն ժամանակը, որ եկեղեցին այսօր բաց է, քո ոտքերը կարում է մտնի եկեղեցի, որովհետև ժամանակներ կգա, որ եկեղեցին միգուցե նորից ինչ որ համաճարակի պատճառով նորից փակվի։ Եղիր շնորհակալ այս ժամանակների մեջ եւ վազիր դեպի Աստծո տուն, որ հետո չկարոտես։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Մի քանի հայտարարություններ կա, ես կուզեմ դրանց մասին խոսեմ։ Ես կխնդրեմ մի բանի մասին, որ անցած ծառայության շատ խանգարում էր մեզ, մուտք եւ ելք։ Ամենաանհրաժեշտ դեպքում դուրս եկեք սրահից, որովհետև այդ բոլոր անցուդարձերը խանգարում է եւ քարոզիչին եւ նաեւ խանգարում է մարդկանց։ Նույնպես ծառայությունների հետ կախված կուզեմ խոսեմ, երբ որ մենք ունենք ոչ միայն կիրակնորյա ծառայություն, ունենք նաեւ աղոթքի ծառայություններ։ Ամեն 3 շաբթի ժամը 6-ին է եւ ունենք փառաբանության ծառայություն, որը ամեն ուրբաթ ժամը 6:30։ Գիտես, եկեղեցի մեկ անգամ չի հավաքվում կիրակի օրը, մի անգամ որ գաս կտեսնես։ Եվ նույնպես եկեղեցում այս ձևի մի բան ենք ուզում բարձրացնենք, ամեն ուրբաթ օր լինի ծոմի օր։ Ինչ է նշանակում ծոմը։ Ծոմը նշանակում է, որ դու քո մարմինը ճնշում ես ուտելիքով, որովհետև շատ ժամանակ մարդիկ տարբեր բանից են ծոմ վերցնում, բայց ուտելիքով, քո մարմինը ճնշես ուտելիքով եւ հանուն հոգևոր նպատակի եւ մոտենաս Աստծուն։ Վեր Աստված տեսնում է, որ դու քո մարմինը ճնշում ես, որ հանուն Աստծուց ինչ որ բան ստանաս։ Այս ձև է լինում։ 5 շաբթի երեկոյան ժամը 6-ից երեկոյան միջև ուրբաթ օրը ժամը 6-ը։ Դա 1 օր էր, որովհետեւ հрьяաների համար օրը սկսվում էր, երբ որ արեքակը մայր էր մտնում։ Մենք կվերցնենք այս ժամանակով, թե այդ ժամանակի մեջ դու ինչքան հնարավորություն կունենաս, չմոտենակ այդ հարցերով, բայց այս ձև կարամ, այն ձև կարամ, ոնց կարաս սկսի։ Գիտես, այն ամենածանրորդները, որ մեծ բան են բարձրացնում, հիմա քաշ են բարձրացնում, նախ եւ առաջ սկսել են փոքր չափերից։ Ինչպես կարող ես սկսի։ Չափանիշը 1 օրվա երեկոյան 6-ից մյուս երեկոյան ժամը 6-ը։ Ես ուզում եմ սա զարգացնենք եկեղեցում եւ դառա մեր առօրյան, որովհետեւ առողջության տեսակետից նույնպես քո օրգանիզմը շատ բազում տեղեր կա, որ պետք է մեզ ծոմապահություն, որովհետեւ ամենաշատ, ես չեմ ուզում սրան անդրադառնամ, բայց կարճ կանդրադառնամ, ամենաշատ էներգիան օրգանիզմը օգտագործում է նյութափոխանակության վրա։ Երբ որ այդ չի լինում, այդ էներգիան ինքը օգտագործում է քո հիվանդ օրգանները բժշկելու վրա։ Նրա համար բերեք այս փողը փչվեց։ Ես գիտեմ ինչ որ փող որ փչվում է, ձայնը որ հանվում է, որ այսինչ օր այսինչ բանը, մարդիկ մտնում են դրա մեջ։
Երբ որ արդեն քո համար արդեն 1 ամիս հետո կլինի սովորական, այսօր ուրբաթ է, ես ծոմ եմ վերցնում ընտանիքիս անդամների համար, դու կնշես ինչի համար։ Դա դու պիտի իմանաս ծոմը ինչի համար ես վերցնում։ Անուն կդնես, ինչի համար ես պայքարում։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Խոսքը որ վերնագրել եմ այսպես. ժամանակավոր ժամանակներ։ Այս ժամանակները, որ հիմա մենք այստեղ ենք, ժամանակավոր է։ Ինչ որ հիմա դու անցնում ես այս երկրի վրա, սա ժամանակավոր ժամանակներ է։ Գիտես, շատ ժամանակ մենք ժամանակավոր ժամանակները սարքում ենք հավիտենական ժամանակներ։ Ոնց ենք սարքում հավիտենական ժամանակ։ Տեսնում ես տատիկը 80 տարեկան, մտածում է թորան մասի։ Ուզում ես ասում ես սիրտդ պատրաստի, կարճ ժամանակ հետո միգուցե տիրոջ մոտ բարձրանաս հավիտենական ժամանակների մեջ, բայց դու ինչ ես անում, դեռ մտածում է, որ թորանն էլ տեսել էի, բայց գիտես sense մի հատ բան կա, որ դու պիտի մտածես ոչ թե ժամանակավոր ժամանակների մասին, այլ հավիտենական ժամանակների մասին։ Ես չեմ ուզում ինչ որ մեկի մահվան օրը նշեմ կամ ասեմ, բա գիտես քո վերջը էս ձևա, բայց ավելի վտանգավոր են տարեց մարդիկ, որ նայում ես ժամանակների մեջ մարդը տարիք է ունենում, նոր մահանում։ Այսօր ցավոք սրտի երիտասարդների մահատարաժամներն էլ է շատ, որ տեսնում ես ավելի շատ է երիտասարդներ մահանում, բայց ամեն դեպքում դու պիտի հասկանաս կանգնելու ես մի օր ժամանակավոր կյանքից հավիտենական կյանքի մեջ եւ հաշիվ ես տալու։ Գիտես, դու կարաս այս ժամանակավոր կյանքի համար լավ վազես այնքան որ տեղ չլինի։ Մի հատ հիշի քո կյանքը միջև Քրիստոսին գալը որ վազում էիր։ Ինչ էիր ուզում, զալի մեբելը փոխենք, կողքի են ինչը խոլը փոխենք, բաքսի քաշենք, վազում ես։ Ասում ես կիրակի օր արի եկեղեցի, ասում եմ ժամանակ չունեմ։ Ծանոթ բան եմ ասում, չէ՞։ Հիմա ձեզ ասում եմ, եկեք աղոթքի ծառայության։ Դե կիրակի զորով եմ գալ, ժամանակ չունեմ։ Ես գնում եմ ժամանակավոր ժամանակի մեջ, կորցնում իմ հավիտենական ժամանակի գտնելու իմաստը։ Ամեն։ Գիտես, դու պիտի ուշադրություն դարձնես քո հավիտենական ժամանակների մեջ։ Ես երբ որ դեռ չէի մտել հովության մեջ, դեռ վազում էի իմ ժամանակավոր կյանքում, ու միշտ ես ձև է ասում, ով կկանգնեցնի ինձ։ Ու մի օր Աստված կանգնեցրավ։ Վթարի ենթարկվեցի, ես հասկացա, որ всё, պիտի կանգնեմ։ Գիտես, ինչ եմ ուզում ասեմ, մենք մտածում ենք, որ ժամանակավոր ժամանակներում մենք կկառուցենք հավիտենություն։ Ժամանակավոր ժամանակները քեզ տալիս է ժամանակավոր հաճույքներ, ժամանակավոր ուրախություն, ժամանակավոր գումարներ։ Ինչքան ես աշխատել։ Մենք պապիկներին որ հարց եմ տալի, իմ սիրած հարցերից մեկն է, սովետի ժամանակ ինչ ես արել։ Բալաջան 500 մանեթիստ։ Խոսում եմ, ու գիտի, բա ինչ արիր։ Հավաքեցի, գցեցի զբերկանսը, դարավ 40,000 ռուբլի ունեի, ու սովետը քանդվեց, փողերը կորավ։ Ուզում ես ասես, բայց պետք էր արդյոք, որ դու առավոտից իրիկ ու քեզ դրիր առողջությունդ քանդակեցիր, ես իմ բան արիր, փչացրիր այդտեղ, հավաքեցիր, դրիր բանում, զբերկասում ու գնաց, կորավ։ Գիտես, դու պիտի այսօր էլ հսկում անես։ Աստծո խոսքը ասում է, ուրախ եղեք ձեր հագի հագուստի եւ փորի կերակուրի համար։ Այս երկու բանն է մեզ պետք։ Գիտեք, եթե ուզում ես մարմինդ չգոռա, պիտի հագիդ հագուստը լի համապատասխան եղանակին, նեն չնել իմ կարճ մայկո ձմեռ լինես, համապատասխան եղանակին ու մեկ էլ օրվա կերակուրը։ Դրա համար էլ Աստված ասում է, հոգս մի արա։ Նայի երկնքի թրջուններին։ Տեսել ես ագրավցորեն ցանելուս։ Ոչ ցանում են, ոչ մանում են, բայց հայրը կերակրում է։ Ու մի հատ ստորակետ կա այդտեղ։ Առավել եւս ձեզ ոչ թե ագրավների չափ, առավել եւս ձեզ։ Հիմա հոգս անելով ասում է, չես կարա քո հասակի վրա մի բան ավելացնես։
Բայց ի՞նչն է տանում շատ ժամանակ մեզ Աստծո տնից։ Աստվածաշունչ խոսում է 4 տեսակ սերմերի մասին եւ 4 տեսակ սրտերի մասին։ Ճանապարհի եզրի սրտերը, նրանից հետո գալիս է փշերի մեջ սերտը, քարքարոտ տեղը եւ բարի հողը։ Ասում է բարի հողում ընկած սերմերը համբերությունով պտուղ էին տալիս։ Ոնց էին պտուղ տալիս? Համբերությունով։ Եթե դու ուզում ես բարի հող լինես, պիտի համբերություն ունենաս։ Համբերություն ունենաս, որ քո Աստված չի ուշանա։ Բայց մյուս տեղում գրված է, երբ որ հոգս անելով ասում է, երկնքի հարստությունը, ցանկությունը տարավ փշերի մեջ գցեց սերմին եւ անպտուղ արավ սերմը։ Ինչը տարավ փշերի մեջ? Հարստության ցանկությունը։ Մեր այսօրվա խոսնակը խոսած զոհաբերության մասին, որ արծաթասիրությունը ամեն բանի արմատն էր։ Դրա երկրորդ խոսքը ինչ ասում? Բայց դու Աստծո մարդ փախիր սրանից։ Ինչ արա? Փախիր։ Փախնելը գիտես որն է? Որ առույցը հետևից տանգել, ոնց ես գնում։ Փախնելը ես չգիտեմ, ես փախա։ Փախնելը լավ արագությունով հեռացի դրանից։ Մի անգամից հեռացի։ Ինչից հեռանանք? Ես չեմ խոսում աշխատանքի դեմ, ես խոսում եմ աշխատանքի բարձվելու դեմ, բարձվելու։ Գիտես, գոյություն ունի մարդկային ոտքեր, որը առավելագույնս միգուցե պահի 100 կիլո, 300 կիլոն, որ տեսել ես այն չափից ավել մեքենաներ կա, որ չափից ավել բարձված է, այն որ բարձել են անխնա ու ինքը գնում է, ձենն էլ է փոխված, այդ մեքենայի ձայնի նման չի, այդ չափից ավել աշխարհացված լինելը քեզ բերելու է լիքը տեղերում ժամանակի կորուստ, որ ուզենալու ես ինչ-որ մի բան անես, բայց չես կարողանալու անես, ամեն, ամեն, փառք Հիսուս Քրիստոսին, բոլոր աշխարհը խոսում է նրա մասին, որ այս ժամանակներում ժամանակները արագացված են գնում, համաձայն ես, մենք մի հատ նկար ունենք, կարանք էդի դնենք, ես մտածում եմ ժամանակը երբ արագանում, երբ որ դուք ասեք պատկերացրեք մեծ քար, բաց եք թողել բանից, մեր ժամանակները դարձել է ինքնաթիռ, մտածում ես ասում ես, բայց ոնց կարա ես ձևելի, բայց իրականում ես ձևա, օրերը նույնն են, ժամերը նույնն են, բայց ժամանակները արագացված է, դուք կարող եք ուշադրություն դարձնեք, որ կենդանիների համար ժամանակները չի փոխվել, մարդկության համար ժամանակները արագացված է, կենդանական աշխարհում ժամանակները չի փոխվել, մի քիչ շատ ենք զարգացել, այդ զարգացած վիճակը տանում է մեզ ժամանակների կորուստի, պատկերացրու ծիծեռնակը հելնի ասի, որ այս ինչ արագ է գնում ժամանակը, կամ չգիտեմ, աղվեսը մտածի, որ այսօր ես ինչ շուտ անցավ, չհասցրի գործերս անեմ, նրանց մոտ ժամանակները չի փոխվել, իրանք գիտեն իրանց քնելու ժամանակը եւ որսի ժամանակը, բայց մեր մոտ փոխված է ժամանակները, որովհետեւ մենք ունենք մի հատ հսկայական ժամանակի գող, մի հատ փորձի մի օր առանց հեռախոսի եղիր, տես ինչքան ժամանակ ունես, ժամանակի ավելցուկ կտաս, դու կլսես ծտերի ծլվլոցը, դու կտեսնես, որ հարևանդ կապույտ ավտո ունի, դու միջ որ հեռախոս սենց արած գնում ես կողո գիտես թե կանանչա, լիքը բան քո աչքերը կբացվի, դու կսկսես ստեղծագործել, միտքդ կսկսի աշխատել, որ ինչ որ բան անես, բայց այսօր սատանան իր ամբողջ ստրատեգիան օգտագործում է քո ժամանակը գողանալու վրա, տանելու վրա, ոչ թե ժամանակը, դու կարող այս ժամանակի մեջ մեղքի մեջ չլնես, բայց ժամանակը տանի սատանան, բայց այս ժամանակին նաև ուզում Աստված տիրի, գիտես, մի հատ տեղ կուզեմ կարդամ Եփեսացիների 5-րդ գլուխ 14-րդ խոսքից, քանի որ ամեն բան, որ հայտնի է եւ լույս է,
Դրա համար էլ ասում եմ, արթնացիր ով քնած, վեր կաց մեռելների միջից եւ Քրիստոսը քեզ կլուսավորի։ Արդ ուշադրություն դարձրեք ձեր վարքին, վարվեք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների, ճիշտ օգտագործելով ժամանակը, որովհետեւ օրերը չար են։ Ասում եմ, եթե դու քնած ես, քնած վիճակը նշանակում է ժամանակի սխալ օգտագործում։ Ժամանակի ճիշտ օգտագործելու համար ասում եմ, ժամանակը ճիշտ օգտագործիր։ Դու գիտես, որ դու չես կարա ժամանակին հարմարացնես քեզ հետ։ Դու պիտի հարմարվես ժամանակի հետ։ Դու չես կարող ասես դե ժամանակ կանգնի, մի գնա, ես էլ ուշանում եմ։ Դու պիտի հարմարվես ժամանակի հետ։ Ու ամենա բանը, որ մարդիկ չեն կարողանում ժամանակը հասկանամ, դա նրանից է, որ մարդիկ չեն գնահատում իրենց հնարավորությունները։ Օրինակ, դու գիտես, որ քեզ 2.5 ժամ պետք է, որ, չգիտեմ, մտնես լոգարան, դուրս գաս, պատրաստես։ Եթե դու արդեն հայտնաբերել ես քո հնարավորությունը, դու պիտի նայես ժամանակին, տվյալ ժամանակի մեջ կարգավորես քո օրը։ Հիմա ես ուզում եմ ուշադրություն դարձնենք, ինչի համար մենք ժամանակի մեջ սխալ ենք օգտագործում։ Եթե մենք չունենք ժամանակի եւ օրվա կարգացուցակ, ինչպես օգտագործել ժամանակ։ Դու ունենալու ես ժամանակի կորուստ։ Առավոտ շուտ, գիտես ամեն ինչի ժամանակ կա։ Հաց ենք ուտում, հաց ուտելուց հետո գնում ենք դասի, դասերից հետո ինչ ենք անում, սենց գալիս է, չէ՞ ժամանակները։ Դու պիտի այս ժամանակի ցանկի մեջ դնես Աստծո հետ շփվելու ժամանակ։ Եթե քո ընդհանուր ցանկի մեջ չկա Աստծո հետ շփվելու ժամանակ, դու կարճ ժամանակ հետո լինելու ես հիասթափված, կոտերված, ջարդված։ Ես անցած անգամ ես նույնպես խոսացի երեխա եւ հայր հարաբերության մեջ։ Հիսուսը մի երեխա վերցրավ եւ կանգնեցրեց աշակերտների մեջտեղին եւ ասավ դարձի չգաք, չլինեք երեխայի պես, չեք մտնի երկնքի արքայություն։ Ինչ էր մտնել երկնքի արքայություն, ինչպես պիտի դարձի գար։ Նա խոսում է նրա մասին, որ երեխան պիտի կախված լինի հորից։ Դու պատկերացրու քո ամբողջ ժամանակը դնես, բայց հոր հետ շփման ժամանակ չունենաս։ Ու գիտես ինչ ես ասում։ Ժամանակ չունեմ, ժամանակ տվողին։ Դա այնքան վիրավորական է, երբ որ մեր հովներից մեկը պատմում էր մի բանի մասին, ասում է գնացի տուն եւ կիլոգրամով sense մեծ կոնֆետ, շատ կոնֆետ էի առել, աղջիկս փոքր էր, ասում է, երբ որ եկավ տուն, ձեռքերս sense փեշը պահեց ու ամբողջովին ես լցրի իրան։ Ասում է նենց ուրախացա։ Ու հետո ասում է Սուրբ Հոգին ինձ ասավ, դե մի հատ ուզիր։ Երբ որ ասի մի հատ այդ կոնֆետից կտաս, ասում է այդ ուրախ դեմքը հակառակ դառավ։ Հենց նոր հայրդ քեզ տվել է հսկայական ժամանակ։ Ասում եմ, այդ տված ժամանակից, որ ես քեզ տվել եմ, որ կաս, առողջ ես, ոտքեր ունես, ձեռքեր ունես, ինձ համար ժամանակ հանիր, որովհետև դու այս ժամանակավոր ժամանակներում պիտի կառուցես քո հավիտենական ուղին, դու պիտի կառուցես, դու։ Նայենք, տեսեք տարվա եղանակները։ Երբ որ մեր հովիվ Արմեն Լուսյանը եկավ մեր մոտ ծառայելու եւ մի խոսք ասավ, գալիս է այս եկեղեցու համար գառնան ժամանակներ։ Գառնան ժամանակներ։ Գառնան ժամանակները գիտեք որն է։ Ես ինքս այգիներ ունեմ։ Գառնան ժամանակները դա շատ գործ է։ Գարունը դու չես կարա նստես, ձմեռը հնարավոր է նստես։ Գառնանը դու չես կարող նստես, որ գառնանը նստեցիր, աշնանը սոված ես լինելու։ Ինչպես մի հատ ման կար, տենց բանաստեղծություն կար։ Թռի վռի մի ճպուր, ողջ ճամարը շուրմուր, ելես թռած մեկ էլ, ձմեռը։ Ասում եմ, բայց չէի կարա այն վաղտ աշխատեմ։ Չէի կարա աշխատես, ասում եմ, դե թող քամին ծափ տա դու էլ բարի։ Դուրը փակեց մրջունը, սաղ ձմեռ աշխատել էր։ Ամեն ինչ պոլկեքով ուներ դասավորված։
սերմերը տարբեր խոտերի։ Ասավ դե թող հիմա քամին ծապտա դու էլ բարի։ Ասում եմ ինչ խիստ էր էլի մորչունը։ Կարար էլի մի բան է ճպուրի հետ կիսվել էր։ Չկիսվեց։ Այսօր այդ միացրել եմ նայել այդ մուզիկին, ինձ հետաքրքիր էր այդ բանը։ Ոնց ելավ այդ process-ը, վերջում գտած թե չէ։ Ու ես հասկացա օրերից մի օր Աստված էլ մեզ այդ ձև լինելու արդար դատավոր։ Չաշխատեցիր ամառը, ասա ինչ է պատճառը։ Գիտես դու պիտի աշխատես գառնանը։ Եթե եկել է հոգևոր գարուն եկեղեցու մեջ, ու դու քո ժամանակը ոնց ուզես ծախսես, աղոթներին չգաս, Աստվածաշունչ չկարդաս, խոսքի մեջ չլինես, մեկ էլ, ձմեռը, գալու է դի, ծոմը չմտնես, գալու է դի մի օր, դու պիտի պատրաստվես այդ ժամանակներին, որովհետև ասում եմ, ճիշտ օգտագործեք ժամանակը, մյուս թարգմանության մեջ ասում եմ, ծախու առ ժամանակը։ Մենք հետաքրքիր sense մի հատ խոսք ունենք, ժամանակը ոսկի է։ Ինչ է ժամանակը։ Ոսկին էս թանկ բան է, էլի չէ, էժան բան չէ։ Բայց մենք ժամանակների մեջ կարող ենք շատ սխալ օգտագործենք, շատ սխալ։ Փառք Հիսուս Քրիստոսին, որ մարդիկ կա, որ ժամանակ կարող են ճիշտ օգտագործեն։ Գիտես դու նայի քո երեխաներին, երբ որ ասում ես ամբողջ օրը գնաց դասերը չես բացել։ Գիտես երեխաները չեն հասկանում ժամանակը։ Դու նրան պիտի սովորացնես, հացդ կեր, որ պիտի դուրս գանք։ Նա ուզում է խաղա դրսում։ Ո՞վ է դրսում շատ խաղացել։ Մամաներ երբ որ կանչում են ասում, չէ, ժամանակը չի։ Դեռ ես երեխաները չգիտեն ժամանակի հետ ճիշտ օգտագործելու ձևը։ Բա որ հելնում ես տենում ես 5 րոպե ամնացել գործից ուշանում ես, մի հատ հիշի ոնց ես հագնվում։ Հագնվում ես, բայց պատիեզդում։ Հագնվելով իջնում ես։ Այդ գործիքները տաքսում։ Կիսա պատրաստված, կիսա քնած զարթնում ես աշխատանքի տեղը։ Բայց ինչքան կարևոր է զարթուցիչը, որ մեզ հելցնում է քնից։ Բա որ ասում է վեր կաց ժամանակն է, վեր կաց ժամանակն է, անջատում ես, նորից քնում։ Սուրբ Հոգին մեր ներսում ինչպես զարթուցիչ աշխատում է, որ արի ինձ հետ շփվի, արի ինձ հետ շփվի, այսօր չաղոթեցիր, այսօր խոսքը չկարդացիր, արի մեր ներսում ինչպես զարթուցիչ, ու դու ժամանակ առ ժամանակ ձեռքը դնում ես ու այդ զարթուցիչը անջատում։ Ուղղակի զգայուն եղի, գնա Աստծո հետ շփվելու։ Աստված գիտի ժամանակները։ Վերջի ժամանակները օրերը չար են, չար ժամանակների մեջ ենք։ Ու այս ժամանակների մեջ մենք պիտի այս ժամանակավոր կյանքում հավիտենություն չկառուցենք։ Պիտի հասկանաս, մի օր գնալու ես։ Այդ մի օրը կարող է այսօրը լինի, մյուսի համար վաղը լինի, մյուսի համար մյուս օրը։ Ու դա նկատի չունեմ ֆիզիկական օրերը, բայց կարճ է այդ օրերը։ Ես չգիտեմ ոնց 4 տարեկան։ Այսինքն մի վարքյանում։ Մի վարքյան հետո էլ կկանգնեմ Աստծո առաջ։ Ու հաշիվ պիտի տամ իմ ժամանակավոր ժամանակների համար, ինչպես եմ օգտագործել իմ ժամանակները։ Դա ամենաթանկ բանն է քո կյանքում, երբ որ դու նրան սխալ ես օգտագործում, քո ժամանակը չի ստացվում։ Տեսել եք մարդիկ, որ իրենք ժամանակի մեջ շատ աշխատասեր են եւ հարստանում են։ Մարդ, որ ծույլ է, ինչի մեջ է ծույլ եւ հարուստը, ժամանակը սխալ օգտագործելու մեջ։ Մեկը քնում է ձեռքի տված, մեկը աշխատում է նույն քնելու ժամանակ։ Երբ որ մարդիկ իրեն ժամանակները բալանսավորեն, մարդիկ նույնպես կունենան ֆիզիկապես հարստություն։ Երբ որ աշխատելու ժամանակ աշխատեն, հանգստանալու ժամանակ հանգստանան, նրանք նույնպես կունենան։ Շատ ժամանակ մարդիկ կա, որ տեսնում ես, սա ցերեկ քնել են, գիշերը արթնացել ուզում եմ երկու գործ անի։ Դե կանես, բայց շատ չես անի։ Լիքը բաներ կա չես հասցնի, որովհետև կախված է ցերեկի հետ։ Ամեն։ Այո, ժամանակները մենք տեսնում ենք, որ պիտի որ բալանսավորված լինի, դու պիտի քո ժամանակները հաշվես, դնես ժամանակները ինչպես պիտի ծախսես, օրվա մեջ այս ժամանակները ինչպես օգտագործես։ Եվ Հոբ 8 եւ 5-րդ խոսքից էս ձև ասում. Եթե դու կանուխ դեպի Աստծուն դառնաս, երբ դառնաս, առավոտը շուտ,
առավոտ շուտ աչքերդ բացել ես, կանուխ դեպի Աստծուն դառնաս։ Եվ եթե դու դեպի Աստծուն դառնաս եւ ամենակարողին աղաչես, ինչ ասում, առավոտ շուտ գնա Աստծո առաջ, գնա աղոթքի, Աստծուն դառնաս եւ ամենակարողին աղաչես, դա խոսում աղոթքի մասին։ Եթե դու մաքուր եւ ուղիղ լինես, նա այն ժամանակ անպատճառ կազատի քեզ համար եւ կապահովի քո արդարության բնակարանը, թեպետ քո սկիզբը պստիկ լինի, քո վերջը շատ մեծ կլինի։ Միգուցե դու ասես, ես պստիկ եմ, մի մոտ չի ստացվել, մենք տեն մեջ աշխատանք հետ մյուսը հոգևոր ոչ, բայց ասում եմ, եթե դու առավոտ կանուխ Աստծուն գաս, աղաչես, ուղես քո ճանապարհները, որտեղ աղոթքից հետո դու հասկանալու ես, որ ծուր ճանապարհներ ունես, պիտի շտկես։ Թեև քո սկիզբը փոքր լինի, վերջը շատ մեծ կլինի։ Մենք մոտավորապես տարի ու կեսից ավել ունեցել ենք առավոտվա աղոթքներ։ Ցավով եմ նշում, առավոտվա աղոթքներին գալիս էր 4-ից 5 հոգի մարդ։ 4-ից 5 հոգի մարդ որոշեցին, որ առավոտ կանուխ կարելի է Աստծուն աղաչել։ Բայց հավատա, որ Աստված նրանց կյանքում բերեց հոգևոր աճ։ Ժամանակ կար 10 հոգի, ժամանակ կար 5 հոգի, բայց Աստվածաշնչյան այս խոսքը կարար ամեքի կյանքում կատարվի։ Նա նենց էր դրված, որ չէր խանգարելու քո դպրոցին, քո համալսարանին, որովհետև 9-20 պակաս մենք վերջացնում ենք աղոթք 8-ից 8:40։ Նեն ինչքան կարևոր է առավոտ կանուխ դու գաս եւ աղաչես քո Աստծուն։ Մենք հույսով եմ եղանակները, որ տակացավ, նորից կդնենք։ Դու կամ պիտի այս ժամանակ քնես, քո ժամանակը սխալ օգտագործես, կամ պիտի ժամանակդ բալանսավորես։ Ես ինքս ժամանակին ծառայել եմ Զորամասում եւ այդ զինվորական կարգոկանոնը շատ եմ սիրում։ Ժամանակների մեջ իմ ամբողջ խաղաղությունը խառնվում է այն ժամանակ, երբ որ ես իմ ժամանակները սխալ եմ օգտագործել։ Ափսոսում ես ժամանակը սխալ օգտագործելու վրա։ Հիմա երբ որ այստեղ ինչ որ մեկին մոտենանք ու հարց տանք, ասենք կարող ես ասել մի ժամանակ, որ սխալ ես օգտագործել, ու ինքը կարող ասի, գիտես, դպրոցում լավ չսովորեցի։ Եթե ես դպրոցում լավ էի սովորել, ես համալսարան կավարտեի, ես այսօր չէի լինելի հացի փռում խմորանող, որտեղ ես գիտելիք ունեի, բայց ծույլ եղա, ժամանակս սխալ վատնեցի։ Գիտես, այսօր ունենք երիտասարդներ, որ նպատակ չունեն, որ ինչ կրթությունով ինչ պիտի դառնան, ոնց պիտի աշխատեն։ Գիտես, եթե դու հիմա քնեցիր, մեկ էլ ձմեռը գալու է այդ ցուրտ ու սոված ժամանակները, որ երեխաներիդ համար պիտի գնաս խանութում մի ամբողջ օր ոտքի վրա կայնես, որ քեզ վճարեն 3000 դրամ, որովհետև քո ժամանակները սատանան ամբողջովին գողանում է, որ չդառնաս մասնագետ։ Գիտես, այսօր այնքան քիչ են մարդիկ, որ գիրք են կարդում։ Իսկ եթե դու գիրք ես կարդում, դու գնում ես կներես ես բառից համար, բթացման ճանապարհով։ Քեզ տալիս են այն ինչ որ աշխարհը տալիս են քեզ։ Կարճ կերակուրներ։ Գիտեք ինչի համար է օրը շատ արագ ասում, որովհետև կա կարճ կերակուրներ։ Մենք տուն այսօր խնդիր ունենք, ես ու կինս արդեն չենք հասկանում ինչ անենք։ Մեր երեխաները էլ չեն սիրում դից երկարեփած ճաշերը։ Պիտի ինչ անեն, արագ, մի բան տպ գնացին։ Ճաշ ենք եփել։ Չարչարվել ենք։ Հասկանում ես, ուտելիքի հետ էլ այս սերունդը փոփոխություն է կրել։ Կարճ։ Դա ինչի կբերի։ Ստամոքսի հիվանդության, ինչի կբերի քո այդ ձեռի տված ժամանակը չաշխատելու։ Գիտես, երբ որ հենց մի հատ խնդիր կար, ես պիտի պատասխանեի իմ երեխաներից մեկին, որ ինքը պիտի սովորի եւ մասնագետ դառնա, եւ իրանից այս պահին իրավունք չունեմ, բայց իմ կարծիքով Աստծո փառքի համար է, որ մյուս մարդիկ մտածեն դրա մասին։ Ու ինձ Աստվածաշնչից հիմք էր պետք է, խի պիտի ինքը սովորի։ Ասում էր, ինձ պետք չի սովորել, ես ուզում եմ իմ կյանքը նվիրեմ Աստծուն, ես պետք չի սովորել, ես ուզում եմ իմ կյանքը նվիրեմ Աստծուն։ Ու գիտես, մի հատ հետաքրքիր բան ծնվեց իմ ներսում։ Հիսուսը երբ որ պետք էր սովորի, գնաց սովորեց հյուսն դառավ։ Երբ որ պետք էր Աստծուն ծառայի, թողեց հյուսնությունը, փայտի գործը, եւ գնաց
Աստծուն ծառայելու։ Դուք մի տեղափոխեք տեղերը։ Հիմա ձեր այն ժամանակն է, որ պիտի սովորեք լավ մասնագետներ դառնաք։ Պատկերացրու դու լավ մասնագետ ես դարձել, ներկայացնում ես Աստծուն այս աշխարհի բոլոր կառույցներում։ Դու պիտի սովորես եւ գնաս դառնաս այդ մասնագետը, բայց ամբողջովին ժամանակդ միակ այդ ուղղության չտաս։ Բայց դրանից հետո, երբ որ Աստված պետք լինի քեզ ասի օգտագործի թող աշխատանքդ, ինչպես ասեց Ղևին, Մատթեոս հարկահավաքին, ինքը հարկային տեսությունում էր աշխատում, եկավ Հիսուսն ասավ թող, հետևիր ինձ։ Այդ ժամանակ այդ խելացի մարդը, որ գումարներ հաշվել գիտել, գրել գիտել, թողեց իրեն գործը եւ հետևեց Հիսուսին։ Ես մտածում եմ բազում հարկահավաքներ կար, որովհետև երբ որ տեսնում ես Հիսուսին դատում էին, որովհետև նա ուտում էր հարկահավաքների եւ մաքսավորների հետ։ Պատկերացրեք, Ղևի միջոցով, Մատթեոսի միջոցով բազում հարկահավաքներ Հիսուսի հետ նստած հաց էին ուտում, բայց նրան չասավ թող քո աշխատանք, բայց Ղևին ասավ թող եւ հետևիր ինձ։ Դրա համար ժամանակները պիտի չխառնեք, սովորելու ժամանակ սովորեցեք, մասնագետ դառնալու ժամանակ մասնագետ դարձեք, մի խառնեք ժամանակները։ Հիսուսը երբ որ պետք էր դառնա հյուսն, գնաց եւ սովորեց եւ դարձավ մասնագետ։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք ժամանակները չխառնենք։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Կներեք։ Ես ուզում եմ կարդամ Հակոբոս 8-րդ գլուխ։ Մենք մի հատ այստեղ բան ունենք, որ ուզում եմ նաև ցույց տամ։ Այդ ընթացքում կպատրաստվեն։ Եթե դու կանուխ դեպի Աստծուն դառնաս, եւ կներեք, սխալ կարդացի։ Հակոբոս 4-րդ գլուխ 13-րդ խոսքից։ Ուրեմն դու որ ասում ես այսօր կամ վաղը, այսինչ քաղաքը կգնամ ու այնտեղ մի տարի կմնամ, առևտուր կանենք եւ դրամ կշահենք, դու որ վաղվա օրը չգիտես, ինչպես է ձեր կյանքը մի գոլորշի է, որ մի կարճ ժամանակ է երևում, իսկ հետո անհետանում է։ Մարդկային կյանքը, ասում եմ, տեսի, ասում եմ, դու գնաս ինչ-որ մի քաղաք, ինչ անես, ասում ես գնամ ես քաղաք, առնեմ, վաճառեմ, շահեմ, առավ, վաճառեց, շահեց։ Ասում եմ, ինչ ես դու պատկերացնում։ Նախ եւ առաջ պիտի ասես, եթե Տերը կամենա ես ապրեմ, եթե Տերը կամենա ես ապրեմ, այս ամենը կանեմ։ Մենք մեծ պլաններ ենք կառուցում, մեծ պլաններ, բայց չհասկանալով, որ միգուցե իմ ժամանակների մեջ այդպես չի։ Ես հիշում եմ, երբ որ, չգիտեմ, ես ձև եմ ասում, երբ որ գնում էի չորացած անապատի մեջ, կանաչում էր իմ համար։ Աստված այդ ձև օգտագործում էր աշխատանքի մեջ։ Անապատի մեջ մտնում է եւ կանաչում էր այդ անապատը իմ համար։ Բայց եկավ ժամանակներ, որ Տերը ասավ կանգ առ, հերիք աշխատես։ Հիշում եք Մատթեոս Մաքսավորին, հետևիր ինձ։ Գիտես ժամանակներ եկել, որ ես պիտի հետևեի Աստծուն, ուղղակի պիտի կանգնեի եւ հետևեի Աստծուն, հետևեի ամբողջ իմ ժամանակով, ոչ թե թերի ժամանակով։ Այո, մենք Աստծո հետ որոշում ենք կայացրել, մենք ասելով ինձ նկատի ունեմ, որ ես իմ ժամանակները ամբողջովին տալու եմ քեզ։ Գիտես կա թերի տրված ժամանակներ, կա ամբողջությունով տված ժամանակներ։ Դու էլ գիտես քո ժամանակները, որտեղ ես թերացել։ Սրանից 2 օր առաջ ամբողջ գիշեր չքնեցի հիվանդության պատճառով։ Լավ չէի զգում ինձ ու ամբողջ գիշեր քունս չէր տանում։ Մեկ գիշերվա մեջ կարդացի Մատթեոսի ավետարանը ամբողջությամբ։ Ասում եմ, դասի ես այս պոտենցիալը ունեմ, բայց չեմ օգտագործում։ Գիտես, դու պիտի այդ պոտենցիալը օգտագործես, դու այս ժամանակները ունես, բայց չես օգտագործում։ Հիշում եք այն խոսքը, որ կարդացինք, ինչի նմանեցնենք մարդկային կյանք։ Մարդկային կյանքը նման է գոլորշու։ Դες ինչքան շուտ բրծավ գոլորշին։ Մարդկային կյանքը ինչի նմանեցնենք
Գոլորշի, դու ժամանակը չես հասկանում ինքը ոնց անցավ։ Մի հատ էլ նայեք, այս գոլորշին ինչքան շուտ է բրծնում։ Էս է մարդկային կյանք։ Մի գոլորշի, մեկ տեսնում ես ծնվեցիր, մեկ տեսնում ես տատիկ ես։ Ու այս կարճ ժամանակների մեջ, այս կարճ ժամանակի մեջ դու պիտի քո հավիտենականության հարցը լուծես, որ հավիտյան լինես։ Աստված մեզ չի ստեղծել ժամանակավոր, մեզ ստեղծել է հավիտենական, հավիտենական։ Նա ինչպես գոլորշին, ու նույնպես էլ խոսում է նայ ծաղիկներին ասում, այսօր կան, վաղը չկան։ Ու դու հասկանում ես, որ շատ կարճ է ժամանակ։ Դրա համար մենք պիտի հաշիվ տանք մեր ժամանակների համար եւ ճիշտ օգտագործած կներես, բայց եւ սխալ օգտագործած։ Նայ քո կյանքին, ես ասում եմ, մեկ գիշերվա մեջ կարդացել եմ Մատթեոսի ավետարանը, որը ամենամեծ ավետարաններից մեկն է։ 5-ից 6 ժամում։ Շատ չէր։ Ամենամեծ ավետարանը ամենաերկար գլուխներով։ Բայց ես հասկացա, որ գիտես, քանի դրանից առաջ մի շաբաթ ես այդ ձև մեծ պաշարով չէի կարդացել։ Ու ինչ էր եղել, ես օգտագործել եմ իմ ժամանակները սխալ։ Կարա է ավելի ճիշտ օգտագործեմ։ Եթե դու մտածում ես առանց Աստծո խոսքը կարդալու, կամ հիշում եք այն fast food-ները։ Ես կարող եք վերցնել դե դնել թողել։ Հիշում եք այդ fast food-ները։ Դե բանում ինտերնետում մի հատ խոսք կպավ, մի հատ իմ ռիլելը լրիվ հոգևոր է։ Եթե դու լուրջ չկերար Աստծո խոսքը, ինչպես կերակուր, հարցական է լինելու քո հոգևոր ժամանակավոր ժամանակների հավիտենության կառուցելը։ Սուրբ Հոգին այսօր այստեղ է մեզ պատրաստելու, ինչի պատրաստելու, Քրիստոսի հետ հանդիպման։ Նայենք մասնագիտությունները։ Այսօր ուզում ես ինչ-որ մասնագետ դառնաս։ Վերցնենք, ուզում ես, չգիտեմ, հոսանքի մասնագետ դառնաս։ Կամ ուզում ես անգլերեն սովորես։ Ամենասկզբից ինչ ասում։ Թուղթ եւ գրիչ։ Կարես առանց թուղթ ու գրիչի սովորես։ Այսօր եկեղեցում մի քանի հոգի են գրում, մնացածը գիտեն։ Եթե դու ուզում ես սովորես, մենք Քրիստոսի աշակերտներն ենք։ Աշակերտները Անտիոքում առաջի անգամ կոչվեցին քրիստոնյաներ, ովքեր կոչվեցին աշակերտները։ Եթե դու ուզում ես սովորես, նախ եւ առաջ դու պիտի ունենաս թուղթ եւ գրիչ։ Ինչի համար թուղթ եւ գրիչը մեզ պետք է։ Գոյություն ունի տեսողական հիշողություն։ Դու գրում ես, դու տեսնում ես, մտնում է քո մեջ, դու հիշում ես։ Դրա համար դու պիտի օգտագործես այդ լավ գործիքը, եթե ուզում ես սովորես։ Դրանից հետո ինչ է ասում մարդիկ։ Ասում են սա քո ինչնա տնային հանձնարարությունը։ Տեսել ես անգլերենի դաս սովորած կլնեք, չէ՞։ Առանց տնային հանձնարարության կա սովորել։ Չկա սովորել առանց տնային հանձնարարության։ Երբ որ դու սովորում ես համալսարանում, միգուցե դպրոցում, ամեն ինչ անում ես, որ ինչ լինես, գերազանցիկ։ Բայց ի՞նչն է պատճառը։ Ոնց ես մտածում, Աստծուն պետք է անկիրթ զինվորներ։ Պետք է Աստծուն անկիրթ զինվորներ։ Եթե դու քո ժամանակը ճիշտ օգտագործես, դու կլինես Աստծո մեջ կրթված, զորացած, Սուրբ Հոգով լցված մարդ։ Իսկ եթե քո ժամանակը դու սխալ օգտագործես, կլնես, բայց ոչ այսքան թվարկած։ Մենք հիշում ենք, երբ որ դպրոցում ինչ էինք ասում, դասը բացարձակ չէի կարդում։ Բոլորի պատմածից մի բան հիշում էի։ Այս երեքս ստանում նստում, բայց եթե ես լավ հիշողությունն է, եթե տունը ես դարսը մեկ անգամ կարդացած էի եղել, ես կլինեի գերազանցիկ, ոչ թե հարվածայ։ Այսօր դու կարաս եկեղեցում քարոզներից, երգերից, կինոներից, ինչ որ երկու բան իմանաս, դու իմանաս գիտես Աստվածաշունչը, բայց քո ժամանակները դու ճիշտ օգտագործիր։ Աստծո խոսքը ասում է՝ ծախու առեք ժամանակները, ճիշտ օգտագործեցեք ժամանակները։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Եվ մենք տեսնում ենք, որ մարդկային կյանքը նման է մի գոլորշու։
Գիտես Եբրայեցիների 5:12-ում գրված է, որովհետև ժամանակին նայելով պիտի վարդապետ լինեիք, բայց կրկին կարոտ եք սովորություն, թե ինչ եք Աստծո խոսքի առաջին նշանագիրը եւ կարոտողներ եղաք կաթի ոչ թե հաստատ կերակուրի։ Ասма դեռ մանուկ եք։ Մանուկ, դեռ ասма կաթ եք ուտում, ժամանակին նայելով պիտի կաթ չէիք կերել, պիտի խորոված էիք կերել։ Որ ժամանակի հետ է մարդը խոսում։ Աստծո Եբրայեցին գրքի հեղինակը։ Որ ժամանակների մասին։ Պատկերացրու 15 տարեկան երեխա է։ Կաթի շիշը բերանի։ 15 տարի է հավատում եմ։ Մարդիկ խոսում են իրենց հավատքի տարիները։ Իսկ Աստծո խոսքը ասում է ժամանակին նայելով, այն ինչքան մեջ որ դու ժամանակի, որ դու Աստծո մեջ ես, այդ ժամանակին որ նայեմ, հիմա պիտի խորոված ուտելուս երեխա։ Պիտի կոշ կերակուրեր կերել, բայց դու ասում ես դեռ կաթ ես խմում, դեռ երեխա ես։ Եթե ուզում ես քո հոգևոր աճը արագացնես, ավելի շատ ժամանակ դարձրու Աստծո խոսքին, աղոթքներին, ծոմերին, ինչ որ հոգևոր նշանակություն ունի քո հոգևոր աճի համար։ Նայես, եթե ուզում ես հոգևորում աճես, պիտի ինչ անես, հոգևոր նշանակություն ունեցող բաները քո կյանքում շատացնես։ Գիտես, ես քեզ մի բան եմ ասում, քո հիվանդության պատճառը քո մեծ ախորժակն է։ Սկսի ուշադրություն դարձնել։ Մի հատ քո մարմինը սանձահարի, սկսի ծոմեր վերցնել։ Սկսի ինչ որ բանից քո մարմինը կտրել, ու դու կտեսնես, որ քո առողջությունը ստաբիլանում է, կարգուկանոն է գալիս։ Որովհետև շատ ժամանակ գալիս է մի բան, որ մենք բաց ենք թողում։ Այն ինչ չի կարելի ուտում ենք։ Օրինակ ստամոքսի հիվանդ մարդիկ ինչ են ուտում, ինչ որ պետք չի։ Շաքարային դիաբետները։ Իրանց համար, որ ասում արգելված պտուղը քաղցր է, այդ արգելված պտուղը քաղցր է լինում իրանց համար։ Կամ այսօր մարդուն ասում ես ծխելը քեզ վնաս է, թող, բրծի դրանից։ Ինքը չի տալ այս ժամանակը, որ վերջացնի։ Գիտես պատճառաբանություններ ա բռնում, որ գիտես ատամներս կցավաս, եթե չծխեմ կչաղանամ, եթե ես անեմ մյուսը, պիտի մի օր վերջացնես, որովհետև դա քեզ ֆիզիկապես սպանում է։ Եվ ֆիզիկապես եւ ֆինանսապես։ Դա մեծ ժամանակ է, որ քեզանից խլում է։ Ես եւ մի հատ վարպետ աշխատում ենք իրար հետ Ռուսաստանի Դաշնությունում։ Ինքը օրը ծխում էր 3 պաշկա։ Ու ինքը ասում էր ես քեզանից շատ եմ աշխատում, աշխատանքի իմ ավելի է բան։ Ասի արի իրար հետ նստենք հաշվենք, քանի սիգարետ ես ծխում։ Մոտավորապես ծխում էր 60 հատիկ։ Ամեն մի հատիկը մոտավորապես 5 րոպե, մոտ 300 րոպե ինքը մենակ ծխում էր։ Ես այդ 300 րոպեն աշխատում էի։ Գիտես մարդը չի պատկերացնում, որ դա էլ է Իրանի ժամանակ խլում։ Բայց դա Իրանի ժամանակ էր խլում։ Բազում այդ ձևի սխալ բաներ կա, որ մենք մեզանից ժամանակ է խլում։ Ու մենք օրվա վերջին ինչ ենք հասկանում, որ չհասցրինք, որտեղ ամբողջ օրը զբաղված ենք։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Ամեն։ Կուզեմ կարդամ Եսայի մարգարեություն 60-րդ գլուխ 22-րդ խոսքից։ Ամենափոքր 1000 պիտի դառնա եւ ամենապստիկը զորավոր ազգ։ Ես Տերս իր ժամանակին շուտով կանեմ։ Երբ կանի Տերը իր ժամանակին։ Ասում ամենափոքր, ամենապստիկը կդառնա 1000 ազգ։ Երբ Տիրոջ որոշված ժամանակին։ Տեսել ես մի հատ ինչ որ մի բան կա քո կյանքում ու դու շտապում ես դրա մեջ։ Ուզում ես շուտ լինի։ Կանանք նայենք օրինակ ծառի պտուղը։ Երեխաները ծիրան ուտում են ցոգոլ։ Եթե թողեն հասնի, քաղցր կլինի։ Դու կարաս ցոգոլից ջեմ պատրաստես։ Գոյություն ունի որոշված ժամանակ, որ պտուղը պիտի ձևավորվի, հյութ լցվի մեջը։ Ո՞վ է սիրում ծիրանի հյութը։ Խմել եկավ, չէ՞։ Իմն էլ։ Էս ախովի ջան գնամ պատվալը մկաբաց։
Դու պիտի թողես այն ժամանակը, որ Աստված է որոշել, պտուղների ժամանակը Աստված է որոշել, երբ հասունանա պտուղը։ Պտուղը պիտի հասունանա։ Նայ մարդկանց ընթացքը, ոնց են մարդիկ զարգանում, հղիությունը կնոջ մեջ։ Երբ որ հղիությունը վաղաժամ է լինում, այդ երեխան թերի է լինում։ Գոյություն ունի որոշված ժամանակ, որոշված Աստծու որոշված ժամանակը։ Միգուցե ծառայության մեջ Աստված քեզ խոսացել է ինչ որ բաների հետ կախված։ Դու ուզում ես արագ լինի այդ ամեն ինչ։ Դու գլուխը քաշ քո գործը արա։ Աստված գիտի իր ժամանակները, որ այդ ժամանակների մեջ քեզ կբարձրացնի։ Երբ որ Տերը խոսացել էր իմ կյանքի հետ կախված հովության հետ, դա մի հետաքրքիր պատմություն է, որ տեսիլքով ինձ հայտնել էր, ես գիտեի, որ Աստված ինձ տանելու է հովության մեջ։ Բայց զարմանում եմ, ասում եմ, ինչն է անդրել տանելու է ինձ հովության մեջ։ Ու բայց որ գիտեի, մեկ-մեկ աղոթելուց նենց է անում։ Տեր, ես ստեղ եմ, հիշի ինձ։ Քեզ մի բան հիշացնեմ, ես քանի ջահել եմ օգտագործի, կարող եմ մոռացել ես ինձ։ Ես գիտեմ քո խոսքը կլինի դու կարաս ինձ 80 տարեկանում 8 օրով հովի ոցես ես ննջեմ գամ քո մոտ, բայց քանի ժամանակս երիտասարդ եմ, մի մոռացի ինձ, օգտագործիր։ Բայց կար ժամանակներ, որ պիտի հասունանար բերք։ Այդ ժամանակները, որ խառնում ես, քո կյանքում նույնպես խառնվում ալիք բաներ։ Երբ որ դու ժամանակների կարգ ու կանոն ունես, քո կյանքն էլ է կարգ ու կանոնի մեջ, գիտես, որովհետև Աստծո խոսքի մեջ գրված է Իսաքարի որդիները հասկանում էին ժամանակները։ Մեր ընտանիքում երբ որ հավաքվում ենք միտեղ գնալու, ասում եմ դու արդեն ուշացար։ Բայց չէ որ դեռ կես ժամ կա, ասում եմ քո գործողությունից ես հասկանում եմ, որ դու ուշանում ես արդեն։ Որովհետև դու պիտի այս 3 բան անես, քեզ ունես կես ժամ չես հասցնելու։ Ես կհասցնեմ, ասում եմ ես ճիշտ ժամանակին ես տնից դուրս եմ գալու ու տեսնում ես այն պատիեզդի վիճակը հիշում ես քսվել է ավտոյի մեջ, հագնվել է ճանապարհին, որովհետև ես ժամանակին դուրս էի գալու։ Ու այդ ընթացքը իրանք վազելով գալիս են։ Դու կարգ ու կանոն բեր քո ժամանակը։ Այսօր ամենամեծ խնդիրը ցավով եմ նշում, դա ինտերնետն է, որ գաղվանում է մեր երեխաներից։ Մեր երեխաները չեն կրթվում։ Մեր երեխաները ChatGPT-ից ամբողջովին տեղեկություն են վերցնում, չունեն ուղեղի զարգացում, կներեք երեխաներ ջան։ Չեմ ուզում ինչ որ մեկին վիրավորեմ։ Իրանք վերցնում են այստեղից, դնում այստեղ, իրանք չեն հիշում այդ ինֆորմացիան։ Իրանց ուղեղը չի զարգանում, իրանք շատ լավ զարգացած են, ինչպես արտագրեն։ Բայց ինչպես ստեղծագործեն, դա չկա։ Գիտես, ձեզանից հետո կգա մի ուրիշ սերունդ, որ ավելի ցավով եմ նշում, ավելի կպած կլինի ինտերնետային սոցցանցերին, այդ ամեն ինչին։ Գիտես, այսօր այդ ChatGPT-ին, չէ՞ էլի ChatGPT-ին։ Գիտես ինչ անում, քեզանից մեծ ինֆորմացիա է վերցնում։ Ով ես դու, որ դու իրան ասես ով եմ ես, կարա ինքը քեզ նկարագրի ով ես դու ու սուտ։ Ասի դու գեղեցիկ չես ու դու էլ ընկնես ինչի մեջ, վնուշկեքի մեջ, ասենց ասած, մտքերի մեջ, ամբողջովին կախված եք ինտերնետային կարծիքից։ Այդ ինտերնետային կարծիքը սխալ մարդ է ձևավորում մեր ներսում, սխալ մարդ, ճիշտ մարդ չի ձևավորում։ Մի հատ նկարել ունենք, կխնդրեմ էդ էլ դնենք, եթե հնարավոր է։ Գիտես, այսօր սատանան իր ստրատեգիան օգտագործում է քո ամբողջ ժամանակը վերցնի իր ձեռքերի մեջ։ Ես քարոզի մեջ խոսացի սրա մասին, հեռախոսդ մի օր մի վերցրու բացարձակ, տես ինչքան ժամանակ ունես։ Տես ինչքան ավել ժամանակ ունես։ Այն մարդիկ, ովքեր կապ չունեն, քո անձնական տեղեկությունները պետք է սատանային։ Ով ես դու, որտեղից է վերցնում, քո այդ IT ոլորտից, սոցցանցերից, ով ես դու։ Ու այսօր սա ամենամեծ խնդիրն է, որ գողանում է սրա հետ նաև քո ժամանակը։ Դու բազում տեղեկություններ ես գցում ինտերնետ։ Գիտես, ես մարդ եմ, որ շատ եմ նկարում, սիրում եմ նկարել։
Ամեն օր միգուցե եւ նկարեմ իմ ընտանիքի պատմությունները, իմ ընտանիքի համար, որ իմ ընտանիքը մի օր այդ պատմությունները նայի, բայց միգուցե քո կյանքը պետք չի այդքան հանրային անես։ Դու ապրում ես սոցցանցերով, դու չես ապրում, Աստված ինչ կմտածի։ Պատահական քեզ հյուրասիրել են մի կտոր տորտ, չես ուտում, առաջին ինչ պիտի անես։ Մի րոպե նկարեմ, գցեմ ինտերնետ, որ սկսեն նախանձել ինձ։ Բա ոնց սատանային ին վրա բերեմ, բերելուց առաջ մի հատ նկարեմ, դնեմ, որ սկսեն նախանձել ինձ։ Ու նախանձողները հերթով գրում են. վայ, այդ ինչ սիրուն է, այդ ասա դու այդ ինչ ես հասկանում, այդ տորտն էլ առաջի տեսնել, այն առաջի բառները են երկրորդ։ Վայ, ինչ ուրախ եմ ձեզ համար։ Հա դե լավ, փող ունեք, ինչ եք ձեզ ցույց տալի։ Այն առաջի բառն է երկրորդ։ Դու պիտի հասկանաս, որ քո կյանքը չպետք է հանրայնացնես։ Հանրային բոլորը իմանան ինչ ես արել։ Մարդիկ այսօր իրենց ամբողջ կյանքը զուգարան մտնելուց հետ նկարում են, որ ինչ եղավ։ Այդ ձեր բլոգերներ կան, ծիծաղում եք, բայց կան։ Ամբողջ իրենց կյանքը, բայց մի բան էլ ասեմ, որ Աստված մեր ամբողջ կյանքը հսկում է։ Այն սրտի դրդապատճառները գիտի։ Այն ամեն ծածուկները, որ պատկերացնում ես չգիտի, գիտի։ Ապրի Աստծո առաջ, ոչ թե մարդկանց։ Մարդկանց դու կարաս խաբես, բայց Աստծուն չես կարող խաբես։ Իմ կյանքում եղել է նենց բան, որ ես զարմացել եմ, որ ոնց հնարավոր է այդ մարդը տենց բան անի, զարմացել եմ։ Անհնար ասել եմ։ Ինքը մարդկանց ցույց էր տվել, որ ամեն ինչ շատ լավ է։ Բայց ներսը շատ վատ վիճակ էր, շատ մեղքեր էր։ Բայց պատկերացնում էր, որ այդ մարդը բացարձակ կապ չունի։ Ամեն Փառք Հիսուս Քրիստոսին։ Մենք պիտի նայենք մեր ժամանակներին։ Ժամանակը ոսկի է, ժամանակը գնահատել, ժամանակը ճիշտ օգտագործել։ Կյանքը մեր գոլորշու նման է։ Մի կարճ ժամանակ եւ անհետանում է։ Դու պիտի այս ժամանակների մեջ նայես քո հավիտենությանը։ Քիչ է մնացել եւ Քրիստոսի գալուստին, եւ միգուցե մեր գնալուն միջև իր գալուստը։ Շատ ժամանակ չկա։ Երբ որ շատ ժամանակ չկա, պետք է շուտ պատրաստվես։ Չդանդաղեցնես քո ժամանակը պատրաստվելու մեջ։ Հիմա այսօրվա քարոզը թե ինչ արդյունք կտա, դա ցույց կտա քո վաղվա հոգևոր կյանքի մեջ։ Դու դրիր ժամանակ աղոթքի։ Եթե ուզում ես իրականում այս ամենը քո կյանքում լինի, դու պիտի նշես ժամանակ։ Գնաս տուն ասես ամեն օր ժամը 9-ից 10 իմ աղոթքի ժամանակն է։ Ու գրես մի քանի տեղ կպցնես աչքիդ առաջ, որ չփախչի։ Մի հատ էլ զարթուցի չդնես։ Երբ որ դու ուշանաս, ժամանակը քեզ ասելու է. արի, աղոթքի ժամանակն է։ Իսկ երբ որ դու անհոգ ես, դու ապրելու ես կարճ կերակուրներով։ Կարճ, այն խորքային ջրերի մեջ չես մտնելու։ Դրա համար դու պիտի կարգ ու կանոն բերես քո ժամանակը։ Այսօր երեխաները մեծ խնդիր ունեն դասեր սովորելու մեջ։ Ամբողջ օր ոչ բան չեն անում, վերջի գիշերը ժամը 11-ին, 12-ին ծնողները իրար վրա գոռալով, ծեծելով, որտեղ ամբողջ օրը խաղաց։ Սա նման է մեր հոգևոր կյանքին։ Գիտես, ասում եմ, նեղության օրը քեզ պահելու է խոսքը։ Եթե դու այսօր խոսքը չես ընթերցում, միակ կիրակի օրը գալիս ես եկեղեցի, չես գալի աղոթքախմբակներին, չունես քո աղոթքի կյանքը անձնապես, չունես քո ծածուկ սենյակը, սա նման է ժամանակը սխալ ծախսող մարդու։ Իսկ Աստված համեմատեց ժամանակը սխալ ծախսող մարդը, կներեք, բայց Աստծո խոսքն ասում, անմիտների, ծախու առեք ժամանակը, անխելք մի եղեք, օրերը չարեն, ժամանակը կարգ ու կանոնի մեջ բեր։ Ու ժամանակից է երևում, որ դու ինչ հոգևոր աչք ունենաս, որտեղ ասում եմ ժամանակին նայելով, ժամանակը նայելու տեղ էր, ժամանակը կապ ուներ մեր հոգևոր աչքի մեջ, ժամանակը գործողություն էր մեր հոգևոր կյանքի մեջ։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։
Ու նաև Աստծո որոշված ժամանակը նույնպես շատ կարևոր է։ Աստծո խոսքը խոսում է, որ կա քարերը նետելու ժամանակ, կա քարերը հավաքելու ժամանակ։ Նաև ժողովող գիրք խոսում է նրա հետ, լացողի հետ լացի, ծիծաղողի հետ ծիծաղի։ Այդ ժամանակները տարբեր են։ Բայց դու գիտես, որ ժամանակ կա ցանելու ժամանակ։ Եվ առակած գլխի մեջ ասում է, երբ որ արտասուքով կցանես, ուրախությունով էլ կհնձես։ Այո, այդ արտասուքով ցանելը միգուցե հենց գառնան ժամանակներն է, որ տեսնում ես, որ մարդիկ այդ ժամանակների մեջ շատ դժվարությունով տանում են ցանեն։ Ցանելուց հետո գառնանը, երբ որ դու արտասուքով տանում ես ցանես, պատկերացրու 10 կիլո կարտոշկա ունես։ Տուն ունես 10 երեխա։ Որոշում ես գառնանը ցանես, թե երեխեքին տաս։ Խելացին կլինի, որ ցանես, որ մյուս աշնանը բերք ունենաս։ Իսկ եթե դու որոշես, որ բերեք ուտենք, մյուս աշնանն էլ է սոված լինելու։ Ճպուրն ու մրջունը լավ օրինակ էր։ Ամբողջ մանը թռավ։ Նույնպես է ժամանակները դու պիտի կարգավորես։ Ես խոսում եմ նաև այն մարդկանց մասին, ովքեր շատ են քնում։ Դուք ժամանակը ուղղակի այդ թանկարժեք բանը փչացնում եք։ Այն մարդիկ, ովքեր չօգտագործեցին իրենց առավոտ շուտը, ուրեմն այդ մարդիկ քնել են շատ ուշ, ու իրենք դուրս են եկել դրված կարգ ու կանոնից։ Աստված մեզ ինչ արավ։ Աստված մեզ դրավ կարգ ու կանոն։ Ինչի? Քնելու եւ արթնանալու։ Գիտես մենք երբ պիտի քնենք։ Հավի հետ։ Հավերը թարելա, մենք պիտի քնենք։ Տենց է։ Իսկ գիտես ոնց պիտի արթնանանք։ Ակաղաղի ձայնին։ Ու դա առողջության տեսակետից ամենաճիշտ քնելու ժամանակն է։ Դու ժամը 4-ին չես կարողանում կտրվես քո ժամանակի գողից, իրան ապացուցում ես, կամ չգիտեմ ինչ որ մեկին ես, ինչ որ մի բան ես անում, չես հասկանում, որ քեզանից ոսկի է տանում, ժամանակը տանում է։ Գիտես որ ժամանակն է տանում։ Ինքը չի տանում քո գիշերվա ժամը 4-ը, ինքը կտանում է քո առավոտվա աղոթքի ժամանակը, առավոտվա կանուխ ժամանակը գողանում է գիշերը։ Որտեվ երբ որ գիշերը գողացավ, դու առավոտը չես կարող էլ արթնանաս։ Եթե առավոտը չկարողացար արթնանաս, դու էլ չես կարող աղոթես։ Իսկ եթե դու առավոտը չաղոթեցիր, քո կյանքի ընթացքը գնալու է ինքնաբուխ, ու ասում ես հովիվ չոն, այսքան խնդրի որտեղից եմ ընկնում։ Ընկնում ես այն պատճառով, որ շատ ես քնում։ Քնում ես այն պատճառով, որ սխալ ես օգտագործում քո ժամանակը, որովհետև ճիշտ չես քնում։ Մարդիկ կան, երբ որ իրենք ամեն առավոտ աշխատանքի են, ամեն առավոտ ժամը 7-ին, 6-ին աշխատանքի են, նրանք ժամը 10-ից քնած են, որովհետև իրանք գիտեն, որ առավոտը աշխատանքի են։ Նույնն է դու պիտի գիտակցես, որ դու աշխատանքի ես, այդ աշխատանքի անունը աղոթք է, որ պիտի կանգնես աղոթքես։ Երբ աղոթես, առավոտ կանուխ դառնաս Տիրոջը, ու քո կյանքը լիքը բաներ խոսացիք, չէ՞ հոբի գրքից։ Պստիկը մեծ կլինի։ Գիտես, ես մարդ եմ, որ իմ մոտ է ձևադրված։ Իմ ընտանիքը գիտի։ Երբ որ ես պիտի բանկ գնամ առավոտ շուտ, պիտի առաջին մարդը բանկի մտնելու ես լինեմ։ Ես չեմ գնա ուշ։ Ես պիտի գնամ շուտ ժամանակը շահելու համար։ Պիտի իմ գործ ամենասկզբից ես մտնեմ, ես դուրս գամ ու ամբողջ օրս մնացած օրը պլանավորեմ։ Իսկ եթե ես գնամ այդ շատ ուշ, իմ ամբողջ օրը փչանում է։ Գիտես ինչ, այստեղ այնքան մարդիկ կա, որ օր փչացնողներ եք։ Դուք օրը ուղղակի փչացնում եք, որովհետև ժամանակները սխալ եք օգտագործում։ Ամենամեծ խնդիրը այսօր սոցցանցերի կախված ժամանակն է։ Այստեղ մարդիկ կան, որ միգուցե ամաչեն ցույց տան իրենց սոցցանցերի ժամանակը, որն այս կասես օրը 24 ժամ ունի, դու 26 ժամ սոցցանց, մի 2 ժամ էլ կողքից է ճարել, 24-ը չի հերիքել, դու ամբողջ ժամանակը այդտեղ ես դրել, ու ուտեղ քեզ տալիս է թույն հիմնականում, որովհետև մենք սիրում ենք այդ կարճ կերակուրները։ Գիտես, երբ որ դու ժամանակները սխալ ես օգտագործում, չես կարողանում լսես քո ծնողներին, ծնողի հանդիմանությունը, ծնողը քեզ մի բան ասում, դու չես կարողանում ընդունես, որովհետև այնտեղ ուրիշ բան են սովորացրել քեզ։ Ամեն։ Ես կխնդրեմ մեր փառաբանության
Թիմ բարձանա։ Ուղղակի նայի քո անցած ժամանակները ու շադրություն դարձրու ժամանակներդ ոնց ես անցկացրել։ Նայի քո տարիների ժամանակները։ Միգուցե դու երիտասարդ ես եւ ժամանակները սխալ ես օգտագործել։ Շատ լավ հնարավորություն է ժամանակներդ շտկելու։ Միգուցե դու երիտասարդ ես, չես կողմնորոշում ինչ մասնագիտություն ընտրես, աղոթք արա, ծոմ վերցրու, նայի քո պոտենցիալին Աստված ինչ ա դրել քո ներսում, նայի քո տարածաշրջանին եւ ծնողների հնարավորությանը նույնպես, եւ նայի ելք, որ ինչ Աստված ուզում որ դու դառնաս, անհոգ մի եղի այս ժամանակների համար, անհոգ մի եղի, այդ անհոգությունը կբերի նաեւ սով, կբերի նաեւ դժվարություններ եւ ժամանակներդ կարգավորի, ժամանակ տվողին ժամանակ հատկացրու։ Ինքն է քո ժամանակների տերը։ Նրա ձեռքին է քո բոլոր օրերը։ Կյանքը Աստծուց է։ Ժամանակները այդ կյանքը Աստծուց է։ Ու պատկերացրու այս ժամանակների տիրոջը դու այսօր ժամանակ չունես տրամադրելու։ Իսկ այսօր այնքան մարդիկ կա, որ եկեղեցուց գնում են ու այս ճանապարհին տեսնում ասում ոնց է, բայց չես գալի եկեղեցի, ժամանակ չունեմ։ Այնքան վիրավորական է, որ ինքը այնքան շատ զբաղված է, որ ժամանակ տվողին ժամանակ չունի։ Հիշում եք մեր այն Հովի երեխայի պատմությունը, երբ որ ամբողջ լցրել էր կանֆետը փեշերի մեջ ու մի հատ վերցրել էր տխրում էր։ Նենց է թվում, թե այս 2 ժամը որ պիտի Աստծուն տանք, սա կորած ժամանակը։ Սրանից է սկսվելու քո բիզնեսի, քո ընտանիքի, քո ամեն ինչի ճիշտ կառավարելը։ Ճիշտ։ Գիտես, Աստված ստեղծեց 7 օր։ 7-րդ օրը Աստված հանգստացավ։ Աստված կարիք ուներ 7-րդ օրը հանգստանալու։ Մենք առանց Աստծու 7 օր ենք ձգելու։ Կներեք ես բառի համար։ Առանց Աստծու դու 7 օր կարող ես գոյատևես։ 7-րդ օրը դու պետք է գաս Աստծո հանգստի մեջ։ Դու կարաս ամբողջ օրը պարկես եւ չհանգստանաս։ Բայց Աստծո հանգստի մեջ մտնելու համար դու պիտի 7-րդ օրը գաս իրանց տուն։ Գաս իր տուն, իրեն պաշտելու, իրեն փառաբանելու, իրեն երկրպագելու։ Ես կխնդրեմ քո ժամանակները մի հատ թող դու գրիչ վերցնես գրես։ Մի հատ նայես պլանավորես քո ժամանակները։ Մի հատ տենաս, որ ամեն ինչ շատ սահուն է գնում, թե սխալ ժամանակներ ունես։ Նաև մեծ խնդիր էր ժամանակին բանը տնից տուն գնալ կոֆե խմելու ժամանակները 5 րոպեով մտնեմ կոֆե խմեմ գամ։ Եկել տեսնում էր չէ, սուրճի ժամանակ ցկվել է 5 րոպե չի դարել, ժամուկ էսա դարել, էսա ինքն էլ գալիս է, ինքն էլ որ եկավ տեսավ հացը պատրաստ չի։ Ատեղել է սխալ ժամանակներ, որովհետև դա սուրճի սեղան չէ, դա բամբասանքի սեղան էր։ Բամբասանքը նույնպես գողանում է քո ժամանակները։ Բամբասանքը նորից քեզ ոնց որ բան տա, կախվածություն տա, որ դու բամբասես, դա նույնպես գողանում է քո ժամանակները։ Հսկում արա քո ժամանակներին եւ ինչպես Տիրոջ խոսքն ասում, ծախու առ ժամանակդ, ճիշտ օգտագործի ժամանակդ, որ մի օր քո օգտագործած ժամանակի համար հաշիվ ես տալու։ Ամեն։